Надо эвакуировать. Турникеты наложил. Давайте, мужики, ведь забираем их. Берем, аккуратно. Голова. Այս կադրերում հրթիռակոծված Սումին է ռուսական հարձակումից րոպեներ անց։ Կադրերը ստացվել են Սումիի պարեկային ոստիկանի համազգեստին կցված տեսախցիկից։ Մայրը հանգստացնում է վիրավոր երեխային։ Մեկ այլ երեխա վիրակապվելիս խնդրում է նախ մորը փրկել։ Мамі там уже допомогу оказують. Пожалуйста, спасите її, пожалуйста. За мене можете не переживати. Առնվազն 34 մարդ է զոհվել, այդ թվում 2 երեխա, 119 վիրավորվել, նրանցից 15 երեխա։ Ապրիլի 13-ին Սումիի սրտին հասցված ռուսական հրթիռային մահաբեր հարվածից։ Փողոցում, տրանսպորտում, այդ պահին անցնող մեքենաներում սպանվածների եւ վիրավորների թիվը վկայում է, որ դա ահաբեկչություն էր, բացառապես խաղաղ բնակչության դեմ։ Այսօրվանից քաղաքում երրորդյա սուք է, զոհերի հիշատակն են հարգում, ծաղիկներ խոնարհում։ Եկել ենք հարգելու մեր քաղաքի սպանված երեխաների եւ բնակիչների հիշատակը։ 2 բալիստիկ հրթիռներն ընկել են քաղաքի մարդաշատ կենտրոնում, որտեղ հավաքվել էին տոնելու ծաղկազարդի կիրակին։ Ահա որ ողբերգություն է, ցավոք դա ամեն օր է տեղի ունենում Սումիի շրջանի տարբեր թաղամասերում։ Հարյուրավոր ավիահարվածներ ամեն օր։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ կլինի հաջորդ հարվածը։ Ըստ ուկրաինական կողմի հրթիռները պարունակել են կասետային զինամթերք։ Ավերակները մաքրվում են, տեսնում ենք ծաղիկներ բերող մի աղջկա, փրկարարներն ու կամավորներն են աշխատում։ Տեղի բնակիչներն էլ գալիս են ավերներով ու դույդերով օգնելու հեռացնել երեկվա հարձակումից փշրված ապակին ու բեկորները։ Դրանք սփռված են ողջ կենտրոնով մեկ։ Հարվածի թիրախում են հայտնվել տներ, խանութներ, սրճարաններ ու մարզասրահ։ Հիմնական մարզասրահն անվնաս է, քանի որ նկուղային հարկում է։ Փառք Աստծո վերևի հարկի մանկական մարզասենյակում մարդ չի եղել այդ պահին։ Այն վնասվել է, բոլոր ապակիներն ու հայելիները ջարդվել են։ Ֆինանսական առումով էլ մեծ կորուստ է։ Սա այս տարվա ամենամահաբեր հարվածն է Ուկրաինային։ Ռուսաստանը շարունակում է հերքել, թե թիրախավորում է խաղաղ բնակչությանը, սակայն 2022-ից ի վեր Ուկրաինան հազարավոր քաղաքացիական զոհեր ու վիրավորներ ունի։